Ադրբեջանական լրատվամիջոցները լուր տարածեցին, թե մարտի 11-ին երկու վկահայեր ցուցմունք են տվել Բաքվի դատարանում Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարության ընթացքում։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդման վկաներ են Կամո Էդուարդի Հայրապետյանը և Մուշեղ Գուրգենի Գրիգորյանը։ Ովքեր են այս ստահակները, որոնք ակնհայտ ցուցմունք են տվել Բաքվի դատարանի առաջ Ռուբեն Վարդանյանի դեմ։ Նախ մի քանի տվյալներ Կամո Էդուարդի Հայրապետյանի մասին։ Կամոյի հորը Էդուարդ Հայրապետյանին ադրբեջանցիներն են սպանել Բաքվում մետրոյի Գանջլի կայարանի դիմաց Արցախյան առաջին պատերազմի շրջանում։ Կամոն հորը հայտնաբերել էր շտապօգնության հիվանդանոցի դիահերձարանում։ Ադրբեջանցիները նրան ստիպել են գրել մի բացատրական գրություն, համաձայն որի իբր հայրը մահացել է սրտի կաթվածից, մինչդեռ նրա մարմնի վրա կային դանակի 17 հարվածներ։ Իսկ ինչու էր Կամոյի հայրը հայտնվել Բաքվում։ Պարզվում է, որ մինչ Արցախյան հակամարտությունը սկսվելը նա շտապել էր Բաքու մասնակցելու մուսուլմանական աղոթքի արարողությանը։ Այս մասին տեղեկանում ենք արցախցի Արմինե Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջի գրառումից։ Սա շատ կարևոր փաստ է, ինչը թույլ է տալիս մեզ եզրահանգելու, որ Կամո Մարտիրոսյանի հայրը չի եղել հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ։ Ավելին, հարց է առաջանում, արդյոք հայկական ազգանունով այս ընտանիքի անդամները ազգությամբ հայեր են եղել։ Հայտնի է նաև, որ Կամոյի հայրը թաղված է հայրենի գյուղում Մարաղայում։ Գյուղը գրավված է ադրբեջանցիների կողմից եւ գտնվում է թշնամու վերահսկողության տակ։ Իսկ ով է կեղծ ցուցմունքի մյուս հեղինակը։ Ես Միշա Գուրգենի Գրիգորյանս, вот сейчас живу в Խանչենդի, Ղարաբաղ, Ստեփանակերտը։ Մուշեղ Գուրգենի Գրիգորյան անունով այս մարդը Ստեփանակերտում հայտնի էր Գիվսի Միշիկ անունով։ Ռուսաստանաբնակ Մուշեղը ընտանեկան անախորժությունների պատճառով վերադարձել ու հաստատվել էր Արցախում։ Արցախի շրջափակման ժամանակ էլ Գիվսի Միշիկը կարողանում էր դրսի ունեցած իր կապերով ծխախոտ բերել Արցախ եւ բավականին բարձր գներով վաճառել Արցախի զինվորականներին։ Ալկոհոլի նկատմամբ Մուշեղի ունեցած կախվածությունից օգտվելով այլազգի կինը յուրացրել է նրա ողջ ունեցվածքը։ Ուշադրության արժանի է նաև այն փաստը, որ 2023 թվականին Կամո Հայրապետյանը եւ Մուշեղ Գրիգորյանը մերժել են Արցախի փրկարարների օգնությունը ու հրաժարվել դուրս գալ Արցախից։ Сегодня утром завтракал, просто хотел курицу и так. И просто за это СБС Борик, который мне вчера там по повороте дали эту, я говорю, выпью и сейчас час-два буду спать, потом выйду и по городу. Նրանք այն բացառիկ ու քիչ թվով մարդկանցից են, որ սիրով մնացին Ստեփանակերտում բնակվելով ադրբեջանցիների հետ միասին։ Այս ամենից հետո դատեկինքները, թե ովքեր են հայտնի հայի Արցախի Հանրապետության նախկին պետնախարար մեծ բարերար ու հայրենասեր մարդու Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ ցուցմունք տվող ստահակները։